Իհարկե վերջում մենք միասին կերկենք եւ կբաժանվենք։ Ասում փառք, ես ամենաշատը ուրախանում եմ, որ օտար երկրում ապրող մեր եղբայրները եւ քույրերը պահում են հավատքը, ովքեր չեն եղել ուրիշ երկրներ, Եվրոպա, Ամերիկա, ուղղակի կարող է իրանք շատ չեն պես լավ պատկերացնում, թե ինչ մարմնավոր բաներ կա, որ մարդուն կոտրում է, մարդուն կտրում է Հիսուսից, ամեն նախապայմանները կա, ամեն ոչ մեկը չի նայում, ոչ մի կողքից, ոչ մի, ասենք Հայաստանում, եթե մարդը հոգևոր անկում է ապրում, ոնց է լինի, իմանում են, վերջապես ասում են, ամոթանք են տալի, վերջապես բան ալնում, ինչ որտեղ սթափվում է, բայց այնտեղ ոչ մի սթափելու միջոց չկա, տեղ, որտեղ կարող է հայել չլինի, որտեղ կարող է ծանոթել չլինի եւ դու ապրում ես, իսկ եթե կարողանում ես հոգևորությունը պահել, ուրեմն դու հավատում ես, որ Տերը քեզ տեսնում է, դու հավատում ես, որ Տիրոջ աչքի առջև ես ապրում, անկախ քո միջավայրից դու Տիրոջ ներկայության մեջ ես ապրում։ Ես շատ եմ ուրախանում, որ մեր եղբայրները լինելով օտար երկրներում այդպիսի հավատքը կոտրող, հավատքից հեռացնող բոլոր միջոցները չեն կարողանում զատել Հիսուսից։ Աստված օրհնի մեր եղբայրներին, քույրերին օտար երկրներում։ Ես մի հարցի մասին եմ ուղղակի ուզում, որ մենք բոլորս ուշադրություն դարձնենք, ուզենք թե չուզենք, մենք այս հարցին, այս կոշտ հարցին մենք հանդիպում ենք։ Գրված է Մատթեոս ավետարանի ուրեմն 7-րդ գլխում լեռան քարոզի մեջ այս խոսքը ես ուզում եմ ընդհանրապես կարդալ եւ ուշադրություն դարձնել այս խոսքի վրա, ինչ կապ ունի մեզ հետ այս խոսքը։ Ուրեմն Մատթեոս ավետարանի 7-րդ գլուխ 6-րդ խոսք։ Սուրբ բանը շուներուն մի տակ եւ ձեր մարգարիտները խոզերուն արչեւ մի ձգեք, որպիսի ոտքերուն տակ չկողկրտեն զանոնք ու դառնան ձեզ պատառեն։ Գիտեք, սա շատ այդպես լուրջ հարց է։ Մենք առօրյայում տեսնում ենք քույրը, եղբայրը վկայում է, խոսում է Աստծո մասին, խոսում է իր աշխատանքի վայրում, խոսում է տրանսպորտի մեջ, խոսում է բարեկամների մեջ, խոսում է, բայց հակառակ պատկեր է ստացվում։ Կարծես ավելի է թշնամություն առաջանում, եթե չխոսեր, կարող է թշնամություն չառաջանար, բայց իր խոսելուց հետո ավելի իրավիճակը սրվում է, ավելի կարծես բորբոքվում է, նեղվում է եւ սկսում է արհամարել ոչ միայն իրեն, այլև ընդհանուր Հիսուսի ճանապարհը այդ մարդու համար դառնում է մի տեսակ ահավոր մի բան, նա չարանում է, նա ավելի վտանգավոր է դառնում, մինչև լսել է կարծես ինչ որ իր սրտում մի փոքր, ասենք, կայծեր կային, բայց հիմա լրիվ է հակառակվել։ Եվ Աստվածաշունչը, Աստծո խոսքը լեռան քարոզի մեջ Տեր Հիսուսը այդ արտահայտությունը անում է։ Սուրբ բանը մի գցեք խոզերու, շուներու, մի գցեք։ Հետաքրքիր է։ Եվ գցելուց հետո դուք եք վնասվում։ Դեռ քանի վնասվում է Հիսուսի անունը, անարգվում է Հիսուսի անունը, եւ այդ մարդիկ էլ մեղք են, որ այդ վիճակին են հայտնվում եւ սկսում են կողկրտել երկնքի մարգարիտը, որը դու ես այսօր մատակարարում, եւ այդ մարգարիտը կողկրտելուց հետո հարձակվում են քո վրա, խոսքով են հարձակվում, նույնիսկ ֆիզիկապես են հարձակվում։ Ուրեմն ի՞նչ է տեղի ունենում, որն է դրա գաղտնիքը, ինչպես պետք է մենք վարվենք, որն է նախապայմանը, ինչ անենք, որ այդ իրավիճակում չհայտնվի, որովհետև շատ շատերը մեծեր, փոքրեր,
երկար տարիների աստվածապաշտ մարդիկ նման բանի մեջ են հայտնվում։ Ես շատ օրինակներ, դուք էլ կարող եք շատ օրինակներ բերել։ Հիշում եմ ավտոբուս նստած, ես երևի կարող եմ ասել, մեկը քարոզում էր, մի հատ քույրիկ քարոզում էր։ Ես այդ քույրիկին ճանաչում էի։ Խոսում, կողքերից ասում են՝ «Դե բոլա, գլուխներս տարար, բոլա»։ Այս քույրիկը խոսում է, քաչ խոսում է։ Եվ երբ որ իջավ, ժողովուրդը հանգստացավ։ Բարձանք հազիվ։ Կամ գործի տեղը, մեկը քարոզում է, հավաքվել են, մեկը մեկին ասում է, բանի անթելը ռադիո ենք ճարե։ Անարգվում Աստծո խոսքը եւ հասնում է այս վիճակին, որ ծաղրանքի է ենթարկվում։ Եվ ասում են՝ դու ումից էս ինչ, տալիս է եղբայրների անունները։ Ուրեմն սաղ այդ խելքին են։ Տեսնում եք ինչ է կատարվում, որ ճիշտ վարվելակերպ չի ունենում, ինչ է կատարվում։ Ուրեմն Մատթեոս ավետարանի նույն 13-րդ գլխում կարդում ենք այսպիսի համար։ Տեսեք սիրելիներ, 13-րդ գլուխ 44-45 խոսքերը, Սեմնացանի առակի, ասենք, շարունակությունն է։ Դարձյալ երկնքի թագավորությունը վաճառական մարդու նման է, որ գեղեցիկ մարգարիտ մեկը փնտրե, եւ պատվական մարգարիտ մը գտնելով կերթա իր բոլոր ունեցածը կծախե ու զանիկա կգնե։ Շարունակությունը։ Դարձյալ երկնքի թագավորությունը ծովը ձգված ուրկանի նման է, որ ամեն տեսակ ձուկ ժողովե, երբ կներեք, ես մի համար ներքև կարդացի, 44-ը պիտի կարդայի։ Դարձյալ երկնքի թագավորությունը արտի մեջ պահված գանձի նման է, որ մարդը գտնելով կծածկե եւ ուրախությունն կերթա բոլոր ունեցածը կծախե ու այն արտը կգնե։ Քանի դեռ սիրելի եղբայր եւ քույր, դու լավ է որ ուզում ես խոսել քո հարազատին, քո բարեկամին, քո աշխատակցին, քո ավտոբուսի մեջ նստած միասին գնում եք ճանապարհ, կողքիդ անծանոթ անձին, լավ է, շատ լավ է, բայց կան նախապատրաստելու վիճակ, պետք է ընդունի, եւ ինչպես պետք է ընդունի, պետք է հասնի այն մակարդակին, որ մոտենում էին Պողոս առաքյալին, մոտենում էին Պետրոսին, ասում են, ինչ անենք, այ ինչ անենքը պետք է լինի, քանի դեռ ինչ անենքը չի եղել, ինչպես անենք, քանի դեռ դա չի եղել, մի շարունակի, դու վնասում ես, դու մարգարիտը, որը քո ձեռքում է գտնվում, որ պետք է մատուցանես, դեռ տեղ չունի այդ մարգարիտը, մի մատուցի, մի գցի ոտքի տակ, թող այդ պահանջը լինի, այդ պահանջը կարող է տարիներ տևեն, կարող է օրեր տևեն, այդ պահանջը լինելու համար ոչ թե խոսքն է գործանում, այլ կյանքն է գործանում, այլ շոշափելի գործողությունն է գործանում։ Շատ ենք լսել, որ առաջի գից գնացող քարոզիչը, միսիոները, նա սկսում է քարոզել մահամերձ մարդուն, ոչ մի բան չի լսում, ասում է, ծառավեմ, հանումա ջուրա տալի, նորից սկսում է քարոզել, գլխիս տակը բանդիր, շունչս կտրվում է, գլխի տակը շորա դնում, ուզում է քարոզել, նորից ասում է, մրսում եմ, վերարկուն հանումա գցում է վրեն, ասում է սրանից բանդուշի կա, թող եմ գնամ, եւ հետևից գոռում է, քարոզիչ, այդ բոլորը, որ դու արիր, այդ է գրված, ասում է, իհարկե դե քարոզի, այսինքն սիրելի եղբայր եւ քույր, քանի դեռ դու Հիսուսի ճանապարհը իր գեղեցկությունով քո կյանքով դու չես ցուցաբերել, ինչ քարոզելու մասին է խոսքը, ինչ խոսելու մասին է խոսքը, ինչ ներկայացնելու գեղեցիկ հեքիաթային բաներ ասելու մասին է խոսքը, դա իր համար նման է հեքիաթի, դա իր համար նման է, ասենք, անթել ռադիոյի, հեռախոսի,
դա իրան համար նման է մի բանի, որը ոչ մի պատկերություն չունի։ Ուզում ուշադրություն դարձնենք սիրելիներ շարունակության մեջ։ Իհարկե, Գործք առաքելոց 2:37-ում այս խոսքը գրված է, ես ուղղակի չեմ կարդում ժամանակի պատճառով, երբ որ լսեցին, տեսան, զգացին, նոր ասեցին, ինչ անենք։ Երբ որ ասում է ինչ անենք, արդեն դու պետք է խոսես։ Քանի դեռ ինչ անենք բառը իրենից չես լսել, դու մի խոսիր, մի մարգարիտը ուրեմն դուրս հանիր, մի մարգարիտի մասին որևէ բան մի ասա, որտեղ մինչև մարգարիտի մասին ասելը նա պետք է մարգարիտը իր գործն արած լինի եւ դա պետք է լինի քո միջոցով։ Դուք մի մտածեք սիրելիներ, որ եղբայրները որ ասում էին այդ մասին, բաներ կա, մենք այդպես նայում ենք, ամեն ինչ Տերն անում, ամեն ինչ, եթե մեկն ասում է այս ինչի միջոցով եղավ, այ դա կհպարտանա, ոչ սիրելիներ։ Երկնքից իջած սերմը ինքը իր ուժը, իր գեղեցկությունը, իր պտուղը տալիս է ուրեմն մարդու միջոցով։ Ինչպես որ սերմը, տնգիները, երբ որ մենք ծառ ենք տնգում, սերմը հողի մեջ են գցում, այդ հողն է գեղեցկություն տալի, այդ իր ուժը սերմի պտուղը, այդ տնգի, այդ ծառի, որ պետք է ծառ դառնա եւ հետո պտուղներ տա, դա հողն է անում։ Դա դուք եք անում, մարդն է անում։ Աստված, տեսեք, ես ուզում եմ մի համար կարդալ, Եսայա մարգարեության 55:11-ում այսպիսի խոսք ասում։ Եսայա 55:11։ Այստեղ տեսեք, երբեք մենք չմտածենք, որ Աստծո խոսքը, այդ մարգարիտը, որ հանձնվել է մեզ, այդպես պարապ հանձնվել է, բան ու գործ չունի այստեղ, հանձնվել է եւ մենք մեր ցանկությամբ, մեր մարմնավոր ձևով ինչ ուզենանք կանենք։ Դա պատահական երկնքից երկիր չի գալիս եւ մարդը, որ իր վրա վերցնում է այդ մարգարիտը, վերցնում այդ սերմը, վերցնում այդ տնգին, որ ինքը կոչվում է հող, սերմացանի առակի մեջ բարի հող, նա պետք է բարի հող լինի։ Եվ այստեղ մենք կարդում ենք 11 խոսքում այսպիսի տողեր. Իմ բերնես ելած խոսքնալ այդպես պիտի ըլլայ, ինձի պարապ պիտի չդառնա, հապա իմ կամքս պիտի կատարե, հաջողությամբ գործադրե այն բանը, որուն համար զանիկա ղրկեցի։ Տես դու ով ես, դա պետք է գործադրես, ես և դու պետք է գործադրենք հաջողությամբ, և դա իշք ամեն տեղ մենք կարդում ենք ինչ հետաքրքիր է, նմանացնում է մարդու սիրտը բարի հողի կամ չար հողի, մենք տեսնում ենք տարավ թաշկինակի մեջ պայեց իր մարմնավոր գործերով զբաղվող։ Ես ես վերջերում մի հատ ծառեր էի տնգում, տնգիներ էի տնգում, միտեղ նոր հաստատում ենք այդ ծառերի, ասենք դեղցեր էինք տնգում, և մի քանի օր հետո, երկու անգամ ջրելուց հետո, երբ որ գնացի, տեսա 10 տնգիները, 11 տնգիները, ուրեմն չեն աճում, և նայեցի հողը, տեսա աղի հողը, այդ մասերը, մի քանի տեղեր, ու շատ, մոտ 500 քանի տնգի տնգեցինք, բայց այդ մասերը աղի հող էր։ Ես արագ հանեցի այդտեղից, այդ տեղից, և տեղափոխեցի ուրիշ տեղ, և այնտեղ սկսեց արդեն, ու արագ մի բան էլ լվացի, այդ ջրի մեջ գցի, արմատները լվացի, որովհետև այդ հողը աղի էր, այդ հողը բանի պետք չէր, այդ հողը բերի չէր, և արագ հանեցի, այսինքն կարող է պատկի սիրելիներ, երկնքից իջած սերմը, երկնքից իջած մարգարիտը, այն հոգին, որ վերցրել է, ընդհակառակ չորացնի, ընդհակառակ տանի պահի, և այդ անձին ասը խոսքը անվանում է չար և ծուլ ծառա, և այնտեղ պետք է հայտնվի, որտեղ պետք է լինեն լաց և ատամների կրճտոց։ Գիտեք երկնքի
Մարգարիտը այդպես վարվելակերպ ունենալ եւ այդ տանջանքով ես այդ տնկին բերել եմ այդ հենց այդ հողին ինչպեսի այդ աղի եւ հանեցի տարա լվացի որ այդ հողից ընդհանրապես հեռու լինի այդ հողը պիտանի չի ոչ մի բանի պիտանի չի բայց ցավոտ նման հողեր նման մենք գիտենք մարմինը հողից վերցված է եւ այդ նման սրտեր նման վիճակներ վերցնում է Տիրոջ անունը եւ օգտագործում է ուրիշ ինչ որ բաներ եւ չորացնում արդեն չոր ոչ մի բանի պիտանի չի տեսեք սիրելիներ ուշադրություն դարձնենք նաեւ սերմի եւ ծառի մասին ինչ հետաքրքիր է որ մարդու սրտում եթե ուրեմն այդ բանը չի երկնքի գեղեցկությունը մարդու միջոցով լույս աշխարհ չի գալիս մենք ուրիշ տեղ չփնտրենք չասենք որտեղ Աստվածաշնչում սկսած ծննդոցից մինչև այս օրերը մենք տեսնում ենք որ բոլոր մարդկությունը Աստված որ օգտագործել է իրենց կյանքով են իրենք դարել իրենց ապրելակերպով իրենց գործնականով են դարել ոչ թե խոսելով եւ հետաքրքիր է ես մի բան էլ մի օրինակ եմ ուզում ասել ուրեմն տեսեք երբ որ տարիներ առաջ ես մեկի անուն եմ ուզում տալ օրինակ բերեցի որ մենք ունեինք հայոց լեզու գրականության ակադեմիկոս հասավ Ռաֆայել Իշխանյանը ես իր հետ շատ մոտ ենք եղել ինքը իմ խմբի ես կոմիտասում էի խմբի անդամն էր եւ ինքը գիտեք ոնց էր ապաշխարել ինքը ապաշխարել էր ինքը ժամերով կարող էր հայոց լեզու գրականության վերջապես մասնագետ էր ժամերով ամբիոնից կարող էր խոսել բայց երբ որ Աստվածաշունչ ինքը ճարում է շատ այդպես դժվարությամբ երբ որ դե մինչև ապաշխարել է երբ որ սկսում է կարդալ այդ ժամանակ իր քունը տանում է դե գիտակից մարդ լինելով մտածում է լավ ասում է այս ինչա կատարվում ինձ հետ փոխում է գեղարվեստական գիրքա կարդում չի քնում մասնագիտական գիրք հեքիաթներ բաներ կարդում չի քնում երբ որ նորից Աստվածաշունչը վերցնում մի քանի տող կարդալուց հետո քունը տանում է ուրեմն ստեղ մենք ուշադրություն դարձնենք մի կարևոր կետի վրա Առաջի Կորինթացիս 2-րդ գլուխ 3-ից 5 խոսքերը մեզ շատ ծանոթ այս խոսքերը ես ուզում եմ կարդալ մեզ շատ ծանոթ այս խոսքերը ուզում եմ կարդալ տեսեք Առաքյալը այսպես ասում Եվ ես տկարությունով ու վախով եւ շատ դողով ձերքով կեցա ու իմ խոսքերս եւ քարոզությունս ոչ թե մարդկային իմաստության համոզիչ խոսքերով էր հապա հոգին համոզիչ զորությունով որպեսզի ձեր հավատքը մարդոց իմաստությունով չլա հապա Աստծո զորությունով Եղբայրը իհարկե հետո որ եղբայր դառավ այս մարդը զարմանում այս ինչա կատարվում Ուրեմն ստե մի հատ ուժ գոյություն ունի, մի հատ անտեսանելի բան գոյություն ունի, որը լրիվ տարբեր է իմ ստացած գիտությունից, որ ես ստացել եմ։ Դա գիտություն չի, այդ գիտությունը չի կարող։ Եթե ես հիմա շարունակեմ գիտություն ձեռք բերել, ես չեմ քնում, ամբողջ գիշեր գիտությունով զբաղվում եմ, չեմ քնում։ Էս ինչա կատարվում։ Երբ որ ես գիրքը ես կարդում եմ, ես քնում եմ։ Ուրեմն կա մի աներևույթ անտեսանելի ուժ, որը չի ուզում, որ ես իմ այս գիրքը կարդամ։ Որ անընդհատ ինձ խաբում է տարբեր բաներով, հեքիաթ կարդա, հումոր կարդա, ծիծաղա, այսօր տեսնում ենք, ինչ թափ է ստացել հումորը, ծաղրանքը սրաննրան ձեռ առնելը, խնդալը, լրիվ մեծ լսարաններ է, որովհետև մարդիկ կամ հարբել է, կամ նարկոմանյան, դա այդպես երկրավոր կյանքում մարդուն այդպես յոլա գնալու, ուրախանալու միջոցներ են։ Բայց այստեղ մենք տեսնում ենք մի հատ միջոց, որ իջած է երկնքից։
տեսնում ենք մի հատ միտք, գիտություն, երջանկություն, որ իջած է երկնքից եւ մեկը չի թողել այդ անձնավորությանը, այդ հեղինակավոր գիտնականին, որպեսզի կարողանա կարդալ, այս ինչ է կատարվում։ Եվ ինքը սկսել է հետաքրքրվել եւ հանդիպել է մեր եղբայրներին։ Եվ դարավ եղբայր, եկեղեցու անդամ։ Երբ որ ես իրեն ասում էի, Ռաֆայել եղբայր, դու ժամերով ասում էր, չէ, ասում էր, էնի ուրիշ բան է, սա ուրիշ է, սա մի ուրիշ գիտություն է, սա գիտություն չի։ Եվ այստեղ մենք կարդացինք, որպեսզի ձեր հավատքը մարդոց իմաստությունով չլա, հապա Աստծո զորությունով։ Աստծո զորությունն է եղբայրներին պահել եւ պահում է եղբայրներին եւ քույրերին օտար երկրներում։ Աստծո զորությունն է պահում, որ իրենք այդ բոլոր մարմինից սկսած բոլոր ամբողջ շրջապատը պայքարում է, որպեսզի դու թողես երկնայինը, որպեսզի դու ապրես ճոխ կյանքով, որպեսզի դու մեծ գումարներ վաստակես, բայց դու կանխում ես այդ բոլորը եւ բավարարվում ես հացով ու կերակուրով եւ հագնելով եւ մնացածը քեզ պետք չի։ Դրանք երկրորդական ես, դրանք ոչնչություն ես համարում, որովհետեւ կգա մի օր, որ դրանք կթողես։ Գիտեք, ես շատ եմ խորանում այդ մտքի վրա, անընդհատ ինձ սկսում է տանջել այդ միտքը, ինչ հետաքրքիր բան է։ Մարդը, որին Աստված տալիս է երեխա, որը պետք է հավիտյան, որը սպիտակ թուղթ է, որ մարդը պետք է այդ երեխային նորից երկինք գնա, որովհետև հոգին չի մեռնում, հոգին հավիտենական է։ Այդ երեխան, որ Աստված քեզ տվել է, դա հավիտենական է։ Մարդը, օրինակ Չինաստանում, ես ուղղակի զարմանում եմ, ես ինչ է կատարում մարդու հետ։ Թվում է թե գիտնական է, թվում է թե գիտուն մարդ է, թվում է թե բարի է, թվում է թե լավ է, ասում է երեխան պահեմ ինչ անեմ, նա շուն կպահեմ։ Դու պատկերացնում եք եւ այդ ահա որ խայտարակությունը մտնում է Հայաստան։ Երեխա պահեմ ինչ անեմ, ասում է շուն կպահեմ, շուն նստի, շունելի, շուն կայնի, հրամայում է, տատի է, չի էլ կարեմ քել, այդպես շուն ենթարկում է, մինչև մահը այդ շունը իրան ենթարկում է, ինչի թորպայի մեծացավ էլ չի ենթարկվի, տատի խելոք մնա, տատի արդեն չես հասկանում ինչ ես անում։ Դու պատկերացնում եք ինչ է կատարվում։ Հələ պատկերացրեք մարդու աչքերը, որ բացվի այդ միտքը, երկնքից տալիս է Աստված երեխա, եւ այդ երեխան նորից երկինք է, Աստծո տվածը էլի երկինք է գնալու։ Եթե սպիտակ թուղթը դու ամեն ինչ անես, որպեսզի նա երկինք գնա, բայց ես չի ուզում, շուն է ուզում։ Մեռավ, շունը սատկա վերջացավ գնաց, ոչ մի ինչ երկնքի հետ կապ, ինչ բան։ Սիրելի երիտասարդներ, սիրելի պապիկներ, տատիկներ, մենք պետք է նպաստենք, որպեսզի երկինքը Աստված, որ մեզ այսօր կապ ենք ունենում երկնքի հետ, երկնքի գործողություն ես կատարում, երկնքից իջած սերմը, երկնքից իջած խոսքը գեղեցկացնելու հնարավորություն ունես, պտուղ տալու հնարավորություն ունես, վաղ ուշ կլինի։ Կգա մի ժամանակ, որ ես շատ եմ հանդիպել նման մահամերձ հիվանդների, ասում ափսոս կամ ինչ են օրինակ ասում, լավանամ, անկողնուց վեր կենամ, գնամ մնամ ճամբարում, էլ չգամ։ Ինչի են ասում, որտեղ ճամբարում գիշեր ցերեկ է 10 օրը, 6 օրը, 5 օրը, գիշեր ցերեկ հոգևոր, լրիվ կտրված աշխարհից։ Այստեղ ճամբարի լավ ու վատը չի հարցը, գիշեր ցերեկ դու կտրված ես եւ ասում ես այդպես ցավոք դա այդ պատահումա չի լինում, Տերը վերցնում է, նո պատահումը հազվագույն լինում է։ Աստված օգնի գանք աղոթքով Աստծո առաջ եւ իմանանք մենք վերջապես Աստված մեր միջոցով ուզում է երկնքի գեղեցկությունը լույս աշխարհ հանի, քո միջոցով քույրիկ, քո միջոցով եղբայր, ծեր տատիկ, պապիկ, երիտասարդ, երեխա, քո միջոցով ուզում է անել։ Մենք
ուրախանանք դրանով, մենք չտխրենք,